Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1331-րդ օրն է։ Թրամփը երկրորդ օրը անընդմեջ Ռուսաստանին մեսիջներ է հղում ցույց տալով Պուտինի վատ վիճակը։ Բարի դրոնները գիշերը հատկապես ակտիվ աշխատում էին Սարատովում, տեղի ունեցել Հրդեհ Բալաշովյան ենթակայանում։ Այս ենթակայանը ապահովում է Վոլժսկի հեկից Ռուսաստանի կենտրոնական տարածաշրջան էներգիայի փոխանցումը։ Նույնպես չորեքշաբթի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Սարատովի նավթավերամշակման գործարանին։ Այս նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի զինված ուժերի կարիքների ապահովման մեջ է ներգրավված։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետևողականորեն իրականացնում են համալիր միջոցառումներ Ռուսաստանի ռազմական արդյունաբերական համալիրի կարևոր տարրերը վնասելու համար, զրկելով օկուպանտ երկրին ագրեսիան շարունակելու հնարավորությունից, նշում է Ուկրաինայի գենշտաբը։ Այս նորությունները կարելի է բարի լույսի տեղ օգտագործել։ Ֆեոդոսիայում արդեն 4-րդ օրն է այրվում է նավթաբազան, շատ մեծ վնասներ է կրել օկուպանտ երկիրը, իսկ ռուսները այս աշնանը որոշել են կրկին հատուկ հարվածներ հասցնել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին։ Գիշերը թշնամին հարվածներ է հասցրել Պոլտավայի եւ Խարկովի էներգետիկ օբյեկտներին, ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում Ուկրաինան ենթարկվել է 357 թշնամու խոցման միջոցների հարվածի, 37 ռակետներ, հրթիռներ, որոնցից 28-ը բալիստիկ եւ 320 տարբեր տեսակի դրոններ։ Ըստ առավոտյան նախնական տվյալների Ուկրաինայի օդային պաշտպանության ուժերը խոցել են 288 ռուսական օդային թիրախ, 283 թշնամական տարբեր տեսակի դրոններ, 5 կառավարվող ավիահրթիռ Խ-59, բացի այդ 18 թշնամական հրթիռներ տեղական լոկացիաներում կորցվել են։ Տվյալները ճշտվում են այս մասով։ Ուկրաինական նեֆտեգազը հայտարարել է, որ գազային օբյեկտներ են վնասվել եւ սկսել է հարվածների հետևանքների վերացման գործընթացը։ Մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ, իսկ Ռուսաստանում նոր բռնաճնշումներ են սկսվել ադրբեջանցիների նկատմամբ։ Էրդողանը միջամտել է Չինաստանի եւ Ամերիկայի խաղին։ Ռուսները զանգվածաբար կանչեր են ստանում զինկոմիսարիատներ, սկսվել է զորահավաքի նոր ալիք։ Երեկ էր, չէ, որ խոսեցի թաքնված մոբիլիզացիայի սկսման մասին։ Փաստորեն օրենքը դեռ չընդունած, նոր ալիքը մարդ հավաքելու սկսվել է։ Սա ռազմաճակատում ռուսների վատ վիճակի վկայությունն է։ Պուտինի տնտեսությունը շարունակում է փլուզվել։ Ռուսաստանի նավթի արտահանումը նվազել է 22 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշի հասնելով։ Զելենսկին բացահայտել է նոր հետախուզական տվյալներ սահմանափակումների ազդեցության մասին Ռուսաստանի վրա եւ Ուկրաինայի ռազմավարությունը խոչընդոտելու Կրեմլի համար կարևոր բաղադրիչների խափանման համար։ Ռուսաստանում նույնիսկ ամենապարզ դեղամիջոցները դառնում են ավելի դժվար հասանելի բնակչությանը, իսկ Ուկրաինայի հետախուզությունը բացահայտել է Կրեմլի գաղտնի նավատորմը եւ նշել անուններ։ Թեմաները շատ են, բայց կաշխատեմ հակիրճ ներկայացնել ձեզ։ Հիշեցնեմ, որ բոլոր այն կադրերը, որոնք մենք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Երբեմն հարցնում են, թե ինչու մենք դրանք չենք ցուցադրում YouTube-ում, որովհետև YouTube-ը ունի իր քաղաքականությունը, որի համաձայն մեր 5 ժամվա աշխատանքը եթերի վրա կարող է մերժվել եւ հեռարձակումը չկայանա, եթե ուղիղ եթերում լինեն գոնե մեկ անցանկալի կադր։ Ահա թե ինչու մենք բոլոր ռազմական կադրերը ցուցադրում ենք մեր Telegram-յան ալիքում։ Այո, կան նաեւ YouTube-յան հատուկ ալիքներ, ովքեր հատուկ ֆորմատով կարողանում են համապատասխան ֆորմատ ներկայացնել, բայց մենք վերլուծական ալիք ենք, մեր հիմնական ուղղությունը ֆորմատը դա խոսքն է, վերլուծությունը, նորությունների անհրաժեշտ տեսանկյունից ներկայացումը, այլ ոչ թե պարզապես լուրեր հաղորդելը։ Լուրերի համար մենք ունենք այլ գործիքներ, կայքից սկսած Telegram-ով կամ այլ սոցիալական ցանցերով վերջացրած։ Նախքան մեր այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել YouTube-ի գործիքներից օգտվելուն եւ մեր եթերը լայքելու համար, ինչպես նաեւ եթե հնարավոր է տարածեք մեր եթերները սոցիալական ցանցերում։ Իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր բոլոր բարեմաղթանքների եւ աջակցության համար։ Ամեն օրվա ռեժիմով շատ օգնում եք մեզ, շատ շնորհակալ եմ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հրապարակել է դոսիե ավելի քան 100 նավերի եւ նրանց նավապետների մասին, որոնք ներգրավված են Ռուսաստանի եւ Իրանի էներգակիրների, ինչպես նաեւ ժամանակավորապես օկուպացված տարածքներից գողացված ուկրաինական ծորենի ապօրինի փոխադրումներում։ Պատրաստված նյութերում ներկայացված են 139 ծովային նավեր
եւ 142 նավապետ, որոնք խախտում են միջազգային պատժամիջոցները։ Հրապարակված փաստաթղթերում հավաքված են տեղեկություններ ապօրինի նավթամթերք, գազի, քարածխի, պարարտանյութերի, ինչպես նաեւ ժամանակավորապես օկուպացված տարածքներից արտահանված ուկրաինական ցորենի փոխադրումների մասին։ Հետախուզության համաձայն նավթ, գազ, ցորեն եւ այլ ռեսուրսների արտահանումը շարունակում է մնալ Ռուսաստանի տնտեսության գլխավոր եկամուտների աղբյուրը եւ ուղիղ աջակցում է Ռուսաստանի ռազմական ագրեսիային Ուկրաինայի դեմ։ Հրապարակված դոսիեում ընդգրկված են նաեւ նոր տանկերներ, որոնք Ռուսաստանը գործարկել է 25 թվականից հետո պատժամիջոցների վերահսկողությունը շրջանցելու նպատակով, ինչպես նաեւ նավեր, որոնք պատկանում են իրանական գործարար Մոհամմեդ Հոսեյն Շամխանիին, որը Իրանի նախկին պաշտպանության նախարարի որդին է։ Այս նավերը օգտագործվում են պատժամիջոցների տակ գտնվող նավթի փոխադրման համար, բացի այդ ցուցակում ներառված են Աստրախանի գործարար Ջամալդին Փաշաևի տանկերները, որոնք կապված են Իրանով հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի առևտրի հետ։ Գլխավոր հետախուզության տվյալներով նրա ընկերությունները նույնպես մասնակցում են Ռուսաստանին սպառազինության մատակարարման գործում եւ Իրանի աջակցությամբ։ Մասնավորապես առանձնացված են այն նավերը, որոնք ներգրավված են Ուկրաինայի գողացված ցորենի փոխադրման մեջ, որը Ռուսաստանը ներկայացնում է որպես սեփական եւ վաճառում է միջազգային շուկայում։ Չնայած ինչ էլ անեն ռուսները, միևնույն է դա իրենց չի օգնում։ Ռուսաստանում 25 թվականի հունվարից օգոստոս ամիսների ընթացքում բժշկական ապրանքների միջին գինը աճել է 13.6%-ով 24 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հաղորդվել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության կողմից։ SVR-ի տվյալներով 25 թվականին Ռուսաստանում դեղամիջոցների գները արդեն գրեթե 3.5 անգամ գերազանցում են ընդհանուր ինֆլյացիայի մակարդակը։ Այս իրողությունը հանգեցրել է նրան, որ ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ դեղորայք գնել տուփերով, նախապատվությունը տալով հատիկով գնումներին կամ պլաստինաներով գնումներին։ Վլադիմիր Զելենսկին պատմել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի զեկույցի մասին, որտեղ ներկայացվել են նոր տվյալներ միջազգային պատժամիջոցների ազդեցության մասին, Ռուսաստանի պատերազմի շարունակման հնարավորությունները սահմանափակելու հարցում, ինչպես նաև Ուկրաինայի եւ նրա գործընկերների քայլերի մասին Մոսկվայի վրա տնտեսական եւ տեխնոլոգիական ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ միջազգային պատժամիջոցները արդեն նկատելիորեն նվազեցրել են Ռուսաստանի ունակությունը սպառազինություն արտադրելու եւ պատերազմի տնտեսական կարիքները ապահովելու մեջ։ Ուկրաինայի նախագահի խոսքով ուկրաինական հետախուզությունը արձանագրում է կարևոր պահեստամասերի եւ տեխնոլոգիաների մատակարարման լուրջ խափանումներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի հրթիռների, դրոնների եւ տանկերի արտադրության համար։ Ուկրաինայի նախագահը հավելեց, Պուտինի համակարգը չի կարող դիմակայել այն հակադրությանը, որի մեջ Մոսկվան մտցրել է։ Զելենսկին նաեւ ընդգծեց, որ զեկույցում նշված են հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները, իսկ համապատասխան երկրներին համագործակցության հարցումներ են ուղարկվել։ Զելենսկին տեղեկացրել է, որ իր Վաշինգտոնյան կատարելիք այցից առաջ, որտեղ հանդիպելու է Թրամփի հետ, եվրոպացի առաջնորդների հետ քննարկվել են Ռուսաստանի կարևորագույն զինամթերք արտադրելու համար անհրաժեշտ բաղադրիչների եւ սարքավորումների մատակարարումների հիմնական աղբյուրները, բացատրելով, մենք Ուկրաինայում հստակ հասկանում ենք, թե որոնք են մատակարարումները, որոնք ունեն Մոսկվայի համար առավել կարևոր նշանակություն եւ յուրաքանչյուր նման սխեմա պետք է փակվի։ Մեր գործընկերները բոլոր հնարավորությունները ունեն դա իրականացնելու համար, ասել է Զելենսկին։ Արտաքին հետախուզության ծառայությունը նաեւ զեկուցել է Ռուսաստանի կողմից Բելարուսի տարածքի հետագա ռազմական օգտագործման պլանի մասին, սակայն նախագահը հայտարարել է, որ այս տեղեկությունը դեռ չի հրապարակվի եւ ներկայացվելու է այն գործընկերներին փակ ձևաչափով նախազգուշացնելու համար, այսինքն նրանց, ում կարող է դա վերաբերվել, առաջերտին պետք է փակ հաղորդվի, հետո նաեւ հրապարակային։ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման ենթակառուցվածքին սկսում են լուրջ վնաս հասցնել ագրեսոր երկրի տնտեսությանը, Bloomberg-ն է գրում։ Հունիսից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը համակարգված կերպով հարվածում են նավթավերամշակման գործարաններին եւ արտահանման տերմինալներին։ Արդյունքում նավթամթերքի արտահանումը կրճատվել է Ռուսաստանից մինչեւ նվազագույնը վերջին 2 տարում, հայտնում է Bloomberg-ը։ Հաղորդագրության համաձայն, ըստ նավերի տեղորոշման տվյալների, հոկտեմբերի առաջին 10 օրերին Ռուսաստանի նավթի եւ նավթամթերքների միջին օրական արտահանումը նվազել է մինչեւ 1.88 միլիոն բարել։ Սա 22 թվականի սկզբից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Պատճառը 20-ից ավել մեծ նավթավերամշակման գործարանների դեմ Ուկրաինայի արդյունավետ հարվածներն են։ Ռուսաստանի ներսում նավթի համատեղ մշակման ծավալները նվազել են մինչեւ 5 միլիոն բարել օրական 22 թվականի գարնանից ի վեր ամենացածր մակարդակին հասնելով։ Երեք էր, որ խոսում էինք Ռուսաստանի նոր զորակոչի մասին, երբ արդեն այսօր ստացանք տեղեկություն, որ Կրեմլը սկսել է հերթական թաքուն զորակոչը, ինչը վկայում է մեծ կորուստների մասին
Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Ռուսաստանը նոր թաքնված զորակոչի ալիք է սկսում։ Ներքին ընդդիմադիր շարժման մասնակիցները «Ատպոր» անվանունով կազմակերպության ակտիվիստների տվյալներով երկրի տարբեր մարզերում եւ ժամանակավորապես օկուպացված տարածքներում սկսել են զանգվածաբար ուղարկել էլեկտրոնային զորակոչի հրավերներ Գոսուսլուգի համակարգի միջոցով։ Հակապատերազմական ակտիվիստների տվյալներով Ռուսաստանի գրեթե բոլոր զորակոչային տարիքի տղամարդիկ, այդ թվում ժամանակավոր օկուպացված տարածքների բնակիչները, հայտնվել են հարկադրաբար ճակատ ուղարկվելու սպառնալիքի տակ։ Իշխանությունները այս կերպ շարունակում են համալրել ռուսական բանակի շարքերը, հաշվի չառնելով կորուստները։ Շարժման մասնակիցները խորհուրդ են տալիս Ռուսաստանում գտնվող բոլոր տղամարդկանց, ովքեր ռիսկի են ենթարկվում նոր զորակոչի ալիքի պատճառով, լինել շատ զգույշ, լավագույն տարբերակը չլինել ռազմական հանցագործության մասնակից, լքել Ռուսաստանը։ Եթե նման հնարավորություն չկա, արժե փոխել ֆիզիկական գտնվելու վայրը, օրինակ գնալ գյուղ կամ քաղաքից դուրս։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել հիմնական անվտանգության միջոցները եւ դուրս չգալ տնից առանց հատուկ անհրաժեշտության։ Ասեմ, որ սա ռուս ակտիվիստների առաջարկներն են։ Երեք ես իմ կողմից ասացի, որ չեմ կարող ձեզ խորհուրդներ տալ, դուք տեղում ինքներդ կկողմնորոշվեք, մենք զգուշացնում ենք, դուք որոշում ընդունում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը անուղղակի կերպով միջամտել է Չինաստանի եւ Ամերիկայի միջև առևտրային պատերազմին, խառնելով չինական առաջնորդ Սի Ցզինպինի պլանները, ով հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումով փորձում էր ամրապնդել Չինաստանի դիրքերը Վաշինգտոնի հետ մրցակցությունում։ Թուրքիայի ղեկավարն այս երեքշաբթի հայտարարեց, որ Թուրքիան բացահայտել է հազվագյուտ մետաղների հանքավայր Էսկիշեհիրի Բեյլիկովա շրջանում, որի պաշարները գնահատվում են 694 միլիոն տոննա, ինչը աշխարհում երկրորդ ամենամեծ պաշարն է Չինաստանից հետո։ Թուրք առաջնորդի խոսքով, այս հանքավայրի բացումից հետո Թուրքիան նախատեսում է մտնել աշխարհի 5 խոշորագույն հազվագյուտ մետաղներ արդյունահանող երկրներից ցուցակ։ Թուրքիան ակտիվորեն մրցակցում է Իսրայելի հետ տարածաշրջանում առաջնորդի դերի համար, ինչպես նաև ավելի բարձր է դնում նշաձողը եւ ցանկանում է դառնալ գլոբալ խաղացող։ Այս համատեքստում հայ վերլուծաբաններին, մասնագետներին անհրաժեշտ է ավելի ուշադիր ուսումնասիրել ընթացիկ գործընթացները եւ ի վերջո չլինել պասիվ։ Մոսկվան շարունակում է հետապնդումները Ադրբեջանի ներկայացուցիչների դեմ Պուտինի եւ Ալիևի հանդիպումից հետո։ Սա ռուսական օպոզիցիոն ագենստվ լրատվականի տեղեկատվությունն է։ Ռուսաստանում աճել են հալածանքները ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ։ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումից հետո իշխանությունները սկսել են զրկել Ռուսաստանի տարածքում բնակվող ազդեցիկ ադրբեջանցիներին Ռուսաստանի քաղաքացիությունից, գրում է ագենստվո լրատվականը։ Առաջիններից մեկը, ով ենթարկվեց հալածանքների, եղել է Ուլյանովսկի մարզի գավառապետի խորհրդական եւ տեղական ադրբեջանական համայնքի ղեկավար Իսլամ Գուսեյնովը։ Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ ՖՍԲ-ն դադարեցրել է նրա ռուսական անձնագիրը։ Գուսեյնովի փաստաթղթերը, որոնք հրապարակվել են ԶԼՄ-ներում, արդեն անվավեր են համարվում։ Այժմ պաշտոնյան սպասում է արտաքսման։ Պաշտոնական հիմքերը նման որոշման համար դեռևս չեն հրապարակվում, սակայն դա կարծես քաղաքական որոշում է Մոսկվայի եւ Բաքվի միջև լարված հարաբերությունների ֆոնին, եզրակացնում է լրատվականը։ Մեր կողմից ասենք, որ սա կարող է նաեւ լինել Ալիևի հայ մտնելու փորձը հարուստ ադրբեջանցիներին կուլակաթափանելու գործում։ Ինչու՞ չէ, որ կարող ենք այդպես մտածել։ Գուսեյնովը 2005 թվականից ղեկավարում էր Ուլյանովսկի մարզի ադրբեջանական ազգային մշակութային ինքնավարությունը եւ 22 թվականից մարզի գավառապետի խորհրդականն է հանրային հիմունքներով։ Նախկինում նա բազմիցս դարձել է մահափորձերի թիրախ 2009, 10 եւ 12 թվականներին։ Իմ եթերներում ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը չի փոխվում եւ խառնաշփոթի ժամանակ ազգային փոքրամասնությունները դառնում են տարբեր շրջանակների թիրախ։ Այս համատեքստում մեզ անհանգստացնում են մեր հայրենակիցները, հայերը, հատկապես նրանք, ովքեր չեն աջակցում Պուտինի ռեժիմին։ Հենց այս պատճառով մենք պարբերաբար տեղեկացնում ենք Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների իրավիճակի մասին, թե չէ այնպես չէ, որ օտարներին, հատկապես հակառակորդի պետության ներկայացուցիչների դառնենք, մենք մերոնց դառնենք։ Ռազմաճակատի լուրերից տեղեկացնեմ, անցած օրը տեղի ունեցել 184 մարտական բախում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական բախումներ տեղի են ունեցել 10 ուղղություններով, ամենաշատը 56-ը Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուսների գիշերվա շահեդների եւ հրթիռների գրոհի մասին արդեն ասացի ձեզ եթերի առաջին մասում։ Ըստ Ուկրաինայի գենշտաբի տվյալների, միայն վերջին 1 օրում ոչնչացվել է 1080 զինծառայող եւ նրանց 608 միավոր ռազմական տեխնիկան։ Ռուսաստանի ընդհանուր կորուստները պատերազմի սկզբից ի վեր արդեն կազմում են 1,127,300 զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերը ամենօրյա ռեժիմով հարվածներ են հասցնում Ռուսաստանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին ռուսական բանակի կարողությունները թուլացնելու համար։ Պոկրովսկի ուղղությամբ շարունակվում է Ուկրաինայի կողմից ինտենսիվ պաշտպանական գործողությունը։ Ռուսական զորքերը կրում են հսկայական կորուստներ, փորձելով
վերթափանցել քաղաք։ Այս պահին Պոկրովսկը դարձել է ռուսական բանակի համար եւս մեկ մեծ գերեզմանատուն, հազարավոր օկուպանտներ ոչնչացվում են քաղաքի մատույցներում եւ հարակից բնակավայրերում, այս մասին նշում են ռազմական փորձագետները, իսկ Ուկրաինայի գենշտաբի տվյալներով հենց Պոկրովսկում շարունակվում է պայքարը հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ, որոնք չեն դադարեցնում փորձերը մտնել եւ ամրանալ քաղաքում։ Դե իրենք չեն դադարեցնում, մենք ենք իրենց դադարեցնում ոչնչացնելով։ Ըստ ուկրաինական գենշտաբի Պոկրովսկի շրջանի տարածքում Դոնեցկի մարզում Ուկրաինայի պաշտպանության ուժերը իրականացրել են ինչպես կայունացման, այնպես էլ հակադիվերսիոն միջոցառումներ, մասնավորապես Պոկրովսկ քաղաքում եւ նրա շուրջ տարածքներում կատարվում են ակտիվ պաշտպանական գործողություններ։ Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում, որը սկսվել է 25 թվականի օգոստոսի 21-ից, Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են առնվազն 13945 ռուս օկուպանտների, այս թվից 8402 անվերադարձ կորուստներ են, 5419 վիրավորներ, որը փորձից ասեմ, որ 90%-ը նույնպես անվերադարձ է, կան նաև 124 նոր ռուս գերիներ։ Ուկրաինացի պաշտպանները ազատագրել են գրեթե 183 քառակուսի կիլոմետր Պոկրովսկի շրջանի տարածքից, ավելի քան 230 քառակուսի կիլոմետր տարածք մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբավորումներից։ Նաև հակառակորդը կորցրել է 1289 միավոր զինամթերք եւ ռազմական տեխնիկա, այդ թվում 32 տանկ, 101 զրահամեքենա, 154 հրետանային համակարգ, 5 ռեակտիվ հրետանային համակարգ, 435 ավտոմեքենա, 562 մոտորային տեխնիկա եւ ավելի քան 4000 դրոն։ Այս լավ տրամադրությամբ էլ ավարտեմ օրվա եթերը։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը սոցիալական ցանցերում։ Ձեզ ամենալավն ու բարին, հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ լուրերով։ Հիշեցնեմ նորից, եթե եթերը երբեմն ուշանում է, դա կապված է պատերազմի հետ, գիտեք, աշխատում ենք շատ բարդ պայմաններում, բայց որքան էլ դժվար լինի, ձեզ համար եթերը աշխատում ենք պատրաստել։ Ինչևէ, հուսամ կհանդիպենք վաղը, բարով մնաք։